լինում է չի լինում մի թագավոր։ Այս թագավորը վստահ էր, որ ճակատագրով, խելքով և աշխատասիրությամբ են պայմանավորված հաջողությունն ու անհաջողությունը, բայց չէր կարողանում որոշել, որն է ավելի կարևոր։ Երկար մտորեց այդ հարցի շուրջը, չկարողացավ ինքն իր համար պատասխան գտնել և որոշեց ժողով անել, լսել իր թագավորության բոլոր իմաստուններին ու գիտուններին։ Որոշեց և արեց, բայց իմաստուններն ու գիտուններն էլ ընդհանուր որոշման չեկան։ Մեկը կարծում էր, որ մարդու կյանքում ամենակարևորը ճակատագիրն է։ Ճակատագիրն է նրան մեկ երջանիկ, մեկ դժբախտ, մեկ հարուստ, մեկ աղքատ, մեկ հաջողակ, մեկ ձախողակ դարձնում։ Մյուսը հավատացնում էր, որ մարդու կյանքում ամենակարևորը խելքն է։ Եթե նույնիսկ ճակատագիրը բարեհաճ լինի մարդու հանդեպ, ասում էր այդ իմաստունը, նա չի կարողանա բարձր դիրքի հասնել։ Միայն խելքն է հաջողություն բերում։ Խելքն ամենագլխավորն է։ Երրորդ գիտունն ասում էր, որ աշխարհում չկան հաջողակ մարդիկ, այլ կան աշխատասեր մարդիկ, և որ միայն համառ աշխատանքն է մարդուն բարիք ու հաջողություն բերում։ Երեք գիտուններն էլ խոսում էին երկար, հանգամանալի, բայց և ոչ մեկը չկարողացավ այնպես հիմնավորել ու ապացուցել իր ասածը, որ համոզեր թագավորին։ Թագավորը ի վերջո որոշեց խորամանկությամբ ստանալ իրեն մտահոգող հարցի պատասխանը։ Նա պատվիրեց ծառաներին, որ Սարի լանջին մի քարանձավ փորեն, քարանձավի կենտրոնում ոչ խոր ջրհոր, ջրհորի հատակին մեղրի մեջ թաթախված եգիպտացորենի մի մեծ կողր դնեն, հետո ջրհորը ծածկեն հողով, ասես ամենևին չի էլ եղել։ Թագավորը հրամայեց այդ քարանձավի մեջ փակել 3 իմաստուններին, նրանց տալով միայն մոմեր և ջրով լի աման։ Գիտունները չէին կարողանում հասկանալ, թե թագավորն ինչու այդպես վարվեց իրենց հետ, բայց քանի դեռ բացատրություն չունեին, սկսեցին դուրս գալու ելք որոնել։ Այն իմաստունը, ով ճակատագրին էր հավատում, որոշեց հույսը հենց ճակատագրի վրա էլ դնել, պառկեց քնելու։ Այն իմաստունը, որը նախապատվությունն աշխատասիրությանն էր տալիս, սկսեց քարանձավի պատերը շոշափել, մտածելով, որ ձեռքերը ծալած նստելու փոխարեն մեկ էլ տեսար մի հնար գտնվեց, ասենք մի ճեղք, մի անցք։ Երրորդը, որ համոզված էր, որ հաջողության հիմքում խելքն է ընկած, նստեց քարին ու սկսեց մտորել։ Եթե քարանձավը մուտք ունի, ուրեմն ելք էլ կա, մտածում էր նա։ Այն անպայման կգտնվի, բայց օրերն անցնում էին, իմաստունների ուժերն աստիճանաբար սպառվում էին, իսկ ելք չէր գտնվում։ Նրանցից ամեն մեկը փրկության ճանապարհը փնտրում էր առանձին, առանց մյուսների հետ խորհրդակցելու։ Հանկարծ մտքերի մեջ խորասուզված իմաստունի ուշադրությունը գրավեցին մրջյունները։ Դրանք հետո առաջ էին անում գետնի վրա և մտնելով այն քարի տակ, որին ինքը նստած էր, այլևս դուրս չէին գալիս։ Քարի տակ հավանաբար հողն ավելի փխրուն է, մտածեց նա և ձայն տվեց այն գիտունին, որի համար աշխատասիրությունն ամենակարևոր բանն էր աշխարհում։ Առաջին իմաստունը հայտնեց նրան իր դիտարկման մասին և ասաց. «Ինձ թվում է, այստեղ է պետք փորել։ Սա է այս քարե վանդակի ելքը»։ Նրա ասածը խելամիտ թվաց երկրորդին, և նա քարը մի կողմ քաշելով սկսեց փորել։ Քանի որ հողը փխրուն էր, հեշտ էր փորվում, այնպես որ նա շատ շուտ հասավ ջրհորի հատակին և գտավ եգիպտացորենի կողրը։ Երկուսով սկսեցին ագահաբար ուտել եգիպտացորենը, իսկ երրորդ ընկերոջը ճակատագրի ջատագովին արթնացրին այն ժամանակ, երբ իրենք կարգին կշտացել էին։ Երրորդ իմաստունը շատ գոհ էր ճակատագրից, որ իրեն այս անգամ էլ չմոռացավ։ Ատամները խրեց կողրի մեջ, բայց քիչ մնաց կոտրեր, որովհետև ներսում մի մեծ սուտակ էր թաքցրած։ Նա ընկերներից թաքուն գրպանը դրեց իր գտածը։ Նույն պահին քարանձավի դուռը բացվեց, ներս մտան թագավորի ծառաներն ու ասացին, որ տիրակալը կանչում են նրանց։ Թագավորն ուրախ դիմավորեց 3 իմաստուններին և սկսեց մանրամասն հետաքրքրվել, թե ինչ է կատարվել քարանձավում։ Գիտունները հերթով պատասխանեցին բոլոր հարցերին։ Ես տեսնում եմ, որ խելքն ու աշխատասիրությունն իսկապես օգնել են ձեզ։
Բայց դուք չասացիք, թե ում հասավ սուտակը։ Երկու իմաստունները չհասկացան, թե ինչի մասին է խոսքը, իսկ երրորդն առաջ եկավ ու ասաց. «Ինձ», եւ դրեց թանկարժեք քարը թագավորի առջև։ «Ինչպես գտար այն», հետաքրքրվեց թագավորը։ Եվ գիտունն ասաց. «Ոչ մի ժամանակավոր անհաջողություն չի կարողանա ինձ հուսահատեցնել։ Անելանելի վիճակում հայտնվելով ես հույսս միայն ճակատագրի վրա էի դրել։ Շնորհակալ եմ, որ իմ երկու ընկերները գտան եգիպտացորենն ու ինձ բաժին հանեցին իրենց գտածից։ Ճիշտ է, փոքր բաժին։ Ճակատագիրը սակայն պարգևատրեց ինձ փոքր բաժնի փոխարեն մեծ գանձ հասցնելով»։ Թագավորի հարցը դարձյալ վերջնական պատասխան չստացավ, որովհետև իմաստուններից յուրաքանչյուրը շարունակում էր պնդել իրենը։ Այդ ժամանակ թագավորը դիմեց իր տերության գլխավոր իմաստունին. «Ասա, ով իմաստնագույն, ի՞նչն է ավելի կարևոր, ճակատագիրը, խելքը, թե աշխատասիրությունը»։ Եվ իմաստուններից իմաստունն ասաց. «Այն, ինչ կատարվեց, պարզապես ապացուցում է, որ ոչ ճակատագիրը, ոչ խելքը, ոչ աշխատասիրությունը առանձին կարևոր դեր չեն խաղում մարդու կյանքում։ Ինչի կհասներ ձեզնից յուրաքանչյուրը, եթե քարանձավում մենակ լիներ։ Ոչ մի բանի։ Խելքը առանց աշխատասիրության ու բախտի, աշխատանքը առանց խելքի ու բախտի, ճակատագիրը առանց խելքի ու աշխատանքի ոչինչ են։ Անգին քարը ոչ թե բախտի, այլ աշխատանքի և խելքի նվերն էր»։ Բայց եթե երկու ընկերները չմտածեին իրենց քաղցած ընկերոջ մասին, որը ձեռքերը ծալած նստել և սպասում էր, միթե սուտակը կհայտնվեր նրա մոտ։ Ոչ աշխատասիրությունը, ոչ ճակատագիրը և ոչ էլ խելքն են բարեկեցության ու հաջողության բանալին, այլ սերը մերձավորի հանդեպ։ Իմաստուններից իմաստունի խոսքերը հիացրին թագավորին։ Նա մեծամեծ պարգևներ տվեց ծերունուն, իսկ մյուս երեքի պաշտոնները բարձրացրեց, և հասկացավ, թե որքան անիմաստ էր իրեն հուզող հարցը։ Թագավորը հանկարծ հասկացավ ամենակարևորը. կծաղկի և երջանիկ կլինի միայն այն երկիրը, որի տիրակալը որոշումներ կայացնելիս կառաջնորդվի իր հպատակների հանդեպ ունեցած սիրով։